Լիդիա Մանուկյանն արդեն 13 տարի ծառայում է ոստիկանությունում։ Նախորդ տարվա նոյեմբերից դարձել է համայնքային ոստիկան։ Ասում է, ծառայության ընթացքում օրինակ հանցավորության դեպքեր են կանխարգելում, պաշտպանում բռնության ենթարկված անձանց, ահազանգ ստանալիս մեկնում դեպքի վայր։ Ծառայության ընթացքում տեղի ունեցած մի դեպք է պատմում։ Օպերատիվ հերթապահություններից մեկի ժամանակ ահազանգ ստացվեց, որ երեխան տանից հեռացել է։ Մենք իրականացրեցինք որոնողական աշխատանքներ, հայտնաբերեցինք անչափահասին եւ ներկայացրեցինք ծնողին։ Ահազանգի ընթացքում, երբ գտնվում էինք բնակարանում, որոշակի հանգամանքներից ես զգացի, որ գուցե երեխան ընտանիքում բռնության զոհ լինի։ Հոր հայացքը, բռունցքներով կանգնած վիճակը, երեխայի վախվորած հայացքը ինձ մոտ կասկած հարուցեց, որ երեխան հնարավոր է ընտանիքում բռնության զոհ լինի։ Երեխան ասել էր, որ խաղալիս հեռացել էր բակից ու կորցրել հասցեն, մինչդեռ ոստիկանությունը բացահայտել էր, որ հայրը երեխային բռնության է ենթարկում։ Անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում կայացրեցի, որով հարկադրվեց ծնողին 25 օր ժամկետով անհապաղ հեռանալ ընտանիքից, 25 օր ժամկետով սահմանվեց նաև հեռավորություն, որով նա պետք է չմոտենար անչափահասին։ Որից հետո 1 տարի ամսական առնվազն 1 անգամ կանխարգելիչ բնույթի զրույց է անցկացվում թե բռնություն կատարողի, թե ենթարկվածի հետ, հասկանալու համար արդյոք բռնության նոր դեպք տվյալ ընտանիքում լինում է, թե ոչ։ Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծվեց համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը, որին վերապահվեց օրինակ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, անչափահասների հանցավորության կանխարգելումը, ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կանխարգելումը։ Մինչև համայնքային ոստիկանության ձևավորումը գործել են տարածքային ստորաբաժանումները։ Տարածքային ստորաբաժանումների կազմում գործել են առանձին ստորաբաժանումներ, մասնավորապես համայնքային ոստիկանությունը առանձնացված կարգով, քրեական հետախուզության բաժանմունքները, անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման ստորաբաժանումները։ Նշված փոփոխությունով եւ համայնքային ոստիկանության ձևավորմամբ նշված ծառայությունները միավորվեցին մեկ ստորաբաժանման կազմում եւ մեկ ծառայողի վերապահվեցին նեղ ոլորտային ուղղություններով այլ ստորաբաժանումներին վերապահված գործառույթները։ Խաչատրյանը համայնքային ոստիկանության ձևավորումը հանցագործությունների բացահայտման տեսանկյունից ավելի արդյունավետ է համարում։ Նշում է, որոշ խնդիրներ են վերհանել, դրանցից մեկը կապված է օրենսդրական դաշտի կարգավորման հետ։ Այն իրավական ակտերը, այն օրենսդրական փաթեթները, որոնք անհրաժեշտ են համայնքային ոստիկանության գործարկումից հետո համայնքային ոստիկանության համար, հիմնական մասով, այսպես ասած, իրականացվել են, սակայն գործնական իրականության մեջ մենք ունենում ենք այնպիսի խնդիրներ, բախվում ենք այնպիսի խնդիրների, որոնք որ անհրաժեշտ են իրավական դաշտում լուծել, մասնավորապես օրինակ գործառույթների առանձնացման կամ համայնքային ոստիկանության եւ քրեական ոստիկանության միջև փոխհամագործակցության, համայնքային ոստիկանության եւ բարեկային ծառայության միջև փոխհամագործակցության ուղիների մասով, որոնք որ որևիցե մի կերպ ամրագրում պետք է ունենան ինչ-որ իրավական պրոցեսների մեջ։ Այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում գրանցվել է հանցագործության 22025 դեպք, 17510-ը եղել են ոչ մեծ եւ միջին ծանրության դեպքեր։ Դրանց մեջ մտնում են օրինակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, սեփականության, հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործության դեպքերը, իսկ նախորդ տարի բացահայտված հանցագործությունների թիվը նույն ժամանակահատվածում 18818 է եղել, 15062-ը ոչ մեծ եւ միջին ծանրության դեպքերն են։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։